Բարի լույս սիրելիներ, տեսեք ինչ գեղեցիկ վկայություն ունի Հովհաննես առաքյալը իր առաջին նամակի 5-րդ գլխում։ Սա է, որ եկավ ջրով, հոգով և արյամբ, Հիսուս Քրիստոսը, ոչ միայն ջրով, այլև արյամբ ու ջրով, և հոգին է, որ վկայում է, որովհետև հենց հոգին է ճշմարտությունը։ Հետևաբար, սրանք երեքն են վկայում, հոգին, ջուրը և արյունը, և երեքը վկայության մեջ մեկ են։ Սիրելիներ, հոգին, ջուրը և արյունը, ինչ է այս երեքը իրենից ներկայացնում։ Հոգին Տիրոջ Սուրբ Հոգու ներկայությունն է մեր կյանքի մեջ։ Առաջին վկայությունը Սուրբ Հոգին պիտի անի, որովհետև մենք ինքներս տկար ենք և որևէ վկայության մեջ չենք կարող հաստատուն լինել։ Եթե չկա Սուրբ Հոգին մեր կյանքում, եթե չգործի Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ, մենք չենք կարող Տիրոջ մասին վկայել որպես քրիստոնյաներ։ Հոգին է, որ մեզ մղում է այդ վկայության մեջ։ Ջուրը այն մկրտության ջուրն է, որով սրբվում ենք, սիրելիներ։ Տեր Հիսուս Քրիստոս իր մկրտությամբ մեզ պարգևեց այդ մկրտությունը, որպեսզի մենք կարողանանք մկրտությամբ որդեգրվենք Հայր Աստծուն, ժառանգագից լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և սրբվենք ու մաքրվենք փրկության համար։ Որքան ենք մենք կարևորում այդ մկրտությունը մեր ճակատին։ Շատ դեպքերում տեսնում ես մարդկանց, որոնց համար մկրտության այդ ամբողջ խորհուրդը ստորադասվում է ռեստորանին կամ ինչ-որ մի քեֆ ու ուրախությանը, նույն մկրտության օրը, կամ այդ օրը մկրտվեցին, հաջորդ օրը նույն մեղավոր մարդիկ են, որևէ բան չուզենալով փոխել իրենց կյանքի մեջ։ Ուրեմն երկրորդ կետը ջուրն է, որ չափազանց կարևոր է, մկրտության ջուրը, մկրտության խորհուրդը մեր անձերի մաքրության համար։ Եվ իհարկե երրորդը արյան խորհուրդն է Տիրոջ, որովհետև ամեն քրիստոնյա Տիրոջ արյան միջոցով գնված է։ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա մահացավ, իր արյունը թափեց, որպեսզի ես, դուք, յուրաքանչյուր մեկս կարողանանք այդ արյան միջոցով փրկություն ունենանք։ Ուրեմն մեր փրկագինը տրված է, Տիրոջ Սուրբ արյունն է, իսկ մենք շատ դեպքերում մոռանում ենք, որ Տերը մահացավ մեզ համար։ Այսօրվա խորհուրդը այս երեք կետերի անդրադարձն է՝ հոգին, ջուրը և արյունը։ Խնդրում եմ արթուն պահեք այս երեք կետերը ձեր անձերի մեջ, հոգով շարժվեք, ջրով արդարացեք և արյամբ հասեք փրկության։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներ, Աստված օրհնի ամենքիս։